Եթե Աստված չիմանար, թե ինչ կսպասվի մեղավորին դժոխքի մեջ, ապա իր որդին չէր ղրգեր աշխարհ բրգելու մեղավոր մարդը դժոխքի հավիտենական պատճեն։ Զհաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր 5 հունվարն է 2022 թիվն է։ Եթե Քրիստոսի հոգին չունիս, անոր չես պատկանիր։ Աստծո կամքով կշարունակենք սերդել Պողոս Արաքյալի նամակը հռոմայեցիներուն 3-րդ մասն ենք։ Բարի լույս ձեզ սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը թող լա իր խոսքին հետևող բոլոր հավատացյալներուն եւ ձեզ, քանի որ Պողոս Արաքյալն ալ չանք կտապե, որբեսի Հռոմի եկեղեցական կամ քրիստոնեական եկեղեցին մնա ճշմարիտ վարդապետության մեջ, ինչը բավական դժվար է նորադարձնելու համար, քանի որ թեր մարմնի ցանկություններն էին, որ կգադարեին, թե պետք է հավատային Հիսուս Քրիստոսին, այսինքն թեր վարժված չէին մի անգամայն մեղքեն զերծ մնալու, ինչպես որ Արաքյալը գրե, թե կգամենամ բարին կործել, բայց չարը կկործեմ, որը չեմ գամենար։ Այս երևույթը արդյունքն է այն բանին, որ մեր մեջ իսպար կվերանա մեղքի ցանկությունը։ Անոր համար Պողոս Արաքյալը նորաստեղծ եկեղեցիներուն բոլոր քաղաքնիկները բացահայտ կխոսի իր դգարություններու մասին, որբեսի մարդիկ ալ համարձակություն ունենան եւ ցերկ բերեն մեղքի գիտակցություն։ Սիրելիներ, մենք գիտենք, որ առաջին քրիստոնյաները եղած են հրեաները, քանի որ առաջինը անոնց ականջները լսեցին ավետարանի ուսուցումները։ Բայց հրեաներու մեջ համադարած չեղավ հոգևոր արթնությունը, այլ մասամբ։ Հրեաները որպես օրենքի գիտակներ պետք էր վերցնեին ավետարանի ուսուցումը եւ դարածեին նաեւ հետանոսներու մեջ եւ այդպես դարածվեր ավետարանը։ Բայց հրեաները չհավատացին Հիսուս Քրիստոսին, ոչ Քրիստոսի քարոզության ժամանակ, ոչ ալ Քրիստոսի հետո հրեա աշակերտներու քարոզությանն ալ չհավատացին։ Բայց հրեաներուն չհավատալը օգուտ եղավ հետանոսներուն, քանի որ աշակերտները հրեաներու մեջ բդուղ չտեսնելով դարձան հետանոսներու քարոզիչներ։ Հետանոսներու եւ հրեաներու միջև հավասարության նշանը Հիսուս Քրիստոս դրած է իր քարոզության տարիներուն, որովհետեւ փրկությունը միայն հրեաներու համար չէր, այլ ամբողջ աշխարհին։ Բայց աշակերտները վերաբահումով կմոտենային հետանոսներու քարոզությանը այնքան ժամանակ, մինչև Պետրոս Արաքյալին դերը դեսիլքով ցույց տվավ երկնքեն գախված սփռոցը, որուն վրա գար մաքուր եւ անմաքուր ուդելիքները, եւ Պետրոսին ըսվեցավ, որ ինքը ելե եւ ուդե անոնցմե։ Կորց Կարաքելոց գրքի սերդողության մեջ մենք անդրադարձանք այս հարցին, թե ինչպես Պետրոսը կանչվեցավ հետանոս Գորնելիոս հարյուրապետի դունը եւ քարոզելով մգրդեց անոր դարձնելով քրիստոնյա։ Պետրոսը հասկացավ այդ տեսիլքով, որ Աստված հետանոսին ալ կգանչե հավատքի, իսկ Պողոս Արաքյալը հadouk ընդրվեցավ հետանոսներուն քարոզելու համար, չնայած երբեք զանց չրավ հրեաներուն նաեւ քարոզել, բայց նորադարձ քրիստոնյաներն ալ գարիք ունին անverջ ուսուցանման, քանի որ օրենքի եւ շնորհքի մեջտեղը գեցած են եւ պետք է հաստատվին Քրիստոսի այն խոսքի վրա, որ օրենքը չազատեր մեղքեն, այլ ընդամենը ցույց կուտա մարդուն մեղավոր վիճակը։ Բայց Աստված մարմնացավ, մարտացավ, վերցուց մարդկության մեղքը խաչապայտի վրա եւ ապահովեց մարդու փրկությունը մեղքին համար մեռնելեն, որովհետեւ մեղքի վարձքը մահ է։ Մեղքի մեջ մեռնող մարդը փրկության հույս չունի։ Սիրելիներ, այստեղ շատ կարևոր հանգամանք մը գա, որը գուզեմ այս միտքը անկիր ձեր միտքը բահեք ձեր միտքը, բահեք ձեր սիրտը, որտեղ որ գուզեք գրեցեք, միայն մի մոռնաք, որ եթե Աստված չիմանար, թե ինչ կսպասվի մեղավորին դժոխքի մեջ, ապա իր որդին չէր ղրգեր աշխարհ բրգելու մեղավոր մարդը դժոխքի հավիտենական պատճեն։ Չմոռնաք։ Աստված պիտի չերտար այս ծայրահեղ քայլին, իր որդին խաչը հանելու անբատվաբեր ծրագրով։ Երբեմն մենք մեր աղոթքներու մեջ շնորհակալություն կհայտնենք Աստուծո, որ մեզ ազատեց այսինչ կամ այնինչ փորձութենեն, բայց մեծ առումով մենք պետք է շնորհակալ լինենք Աստծո,
որ մեզ բրգեց դժոխք ինալու հավիդենական արհավիրքեն։ Եթե չկար մարդու որդին Քրիստոսը, բրգությունը դեղի պիտի չունենար։ Առաջին թարերու մարդիկ եւ կսպասեին եւ կքարոզեին դիրոջ երկրորդ քալուստի մասին, բայց մեր օրերուն չի քարոզվիր ոչ դժոխքի, ոչ երկրորդ քալուստի եւ ոչ ալ հավիդենական տանչանքի մասին։ Աստվածաշունչի երկու մասով ներկայացված է։ Նախ Քրիստոս եկավ մարդկությունը բրգելու, բայց այդ քալուստը գործանելու համար չէր։ Նա եկած էր մարդկությունը բրգելու։ Ինչ են բրգելու, դատաստանեն բրգելու։ Ուրեմն ինչ կագնգալվի քրիստոնյա մարդեն, որբեսի չանք տապե ապրիլ ամպից եւ անարատ խաղաղության մեջ, որբեսի երբ դերը գտնե մեզ պատրաստ եւ որքա գտնե պատրաստ վիճակի մեջ։ Մենք երբեք իրավունք չունենք ասելու, թե դերը կուշանա, քանի որ դիրոջ ուշացումը կարելի է անվանել բրգություն մեզի համար։ Ուշացումը կբխի միայն մեր հոգևոր շահերեն։ Բողոս Արաքյալի քրվածքներու մեջ ալգան դժվար հասկանալի բաներ, բայց եթե միայն հասկանանք, թե Արաքյալը անverջ առաջ կդանե Քրիստոսի հարության հարցը եւ անոր վրա կգառուցե իր խոսքը բացատրելով, որ ներքին մարդը հագած է մեղք գործելու, պետք է ազատվիլ ներքին հին մարդեն եւ ընդունել Քրիստոսը որպես անձնական բրգիչ։ Քանի որ բրգությունը մասսայական չէ, այլ անհատական է, մարմնավոր մարդը գխորի մարմնավոր բաներու մասին, բայց հոգևոր մարդը հոգևոր բաներու մասին գխորի։ Ուրեմն հստակ կարելի է ասել, որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Նախ մենք հասկանանք, թե ինչ կնշանակե մարմնավոր մարդ։ Մարմնավոր մարդը նա չէ, որ գաբրի իր մարմնի մեջ, այլ նա, ով ծառայ է իր մարմնի ցանկություններուն եւ հաստատված է մեղքի մեջ։ Բայց հռոմայեցիներուն կքաչալերե ասելով, որ դուք հոգևոր մարդիկ եք եւ ոչ թե անոր համար, որ առանց մեղքի եք, այլ այն բանի համար, որ դուք ընդրեցիք Աստուծո ճանապարհը եւ այդ ճանապարհեն պետք է հրաժարիք ցեն հին մարդեն։ Քանի որ Հռոմի եկեղեցու նորաթարց քրիստոնյաները արդեն գիտեին, որ մարմնավոր խորհուրդները թշնամություն են Աստուծո նկատմամբ։ Ոչ ոք չի գրնար հաջելի ըլալ Աստուծո, քանի թեր մարմնի իշխանության դակ է։ Երբ Հռոմի եկեղեցին ստանա Բողոս Արաքյալի այս նամակը, շատ պետք է քաչալերվի, քանի որ անոնց համար գրված է, բայց դուք մարմնի իշխանության դակ չեք, այլ հոգիի։ Եթե Աստծո հոգին բնագած է ձեր մեջ, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա անոր չի պատկանիր։ Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, իսկ հոգին կենդանի է արդարության համար։ Ուշադրություն դարձուցիք, որ Արաքյալը ինքն իր համար գսե «Պարին կգամենամ, բայց չար գնեմ» եւ գսե «Ինչ խղճալի մարդ եմ ես»։ Բայց Հռոմի հավատացյալներուն կքաչալերե ասելով, դուք մարմնի իշխանության դակ չեք, սա եւս խոնարհության մեծ դրսևորումն է։ Այստեղ մեկ բարձ դրամապանություն կա, որը պետք է մենք միշտ հիշենք։ Աստուծո հոգին հարություն տվավ Հիսուսին մերելներեն։ Եթե Աստուծո հոգին կբնակի մեր մեջ, ապա այդ հոգին կգենտանացնե նաև մեր մահկանացու մարմինները մեր մեջ բնակող իր հոգվով։ Արաքյալը այստեղ դարձյալ գակնարկե մգրդությանը, որ Քրիստոսի հետ մեռնելով նոր կյանքով վերստին գծրինք։ Որտեղ են Բողոսին այս գիտությունը, այսքան գիտությունը։ Մենք գիտենք, որ Բողոսը գրթությունը ստանալի հետո ուսանած է Քամաղիելի մոտ։ Իսկ սա հոգևոր մեծ փորձառություն ունեցող հրյա ռաբբի մներ, գրորական ժողովի անդամ էր։ Բայց Բողոսը մինչ Սուրբ Հոգի առաջնորդությունը իր գիտելիքով միայն ինչ կներ կհալածեր քրիստոնյաները, իսկ Քրիստոսին հանդիպելը հետո Բողոսի գիտությունը ծառայեց միայն քրիստոնյաներու բարիքներուն, գրթության եւ բարգավաճման վրա։ Երբ ինքը առաջնորդվեցավ Աստուծո հոգիով, Աստուծո որդի դարձավ իր գործերով։ Որովհետեւ ինքը ծառայության հոգի ստացավ ոչ թե երգյուղով մեղքի մեջ ապրելու համար, այլ ստացավ որդեգրության հոգի, որով զաստված հայր կանվանե որդի ապար։
Նույնիսկ բոլոր այն չարչարանքները, որ գգրեր Պողոս Արաքյալը Քրիստոսը քարոզելու համար, անոնք ոչինչ կհամարվեին քալիք այն բարգի համար, որը հայտնվելու է մեզի։ Արաքյալը գխոսի քալիք հույսի մասին, որը դեսանելի չէ, բայց ինք այնպես գխոսի, գարձեք թե իր աչքերուն արջև է։ Որովհետև այն ինչը, որ մեր աչքի արջև է, կամ մեր ցերքի դագ է, ինչու պետք է հուսանք անոնց համար, քանի որ մենք ենք, որ գդոնորոյնենք այս ամեն ինչը, բայց գա բրգության հույսը, որը չենք տեսներ, բայց համբերությամբ կսպասենք, որովհետև հոգին է, որ օգնության կհասնի մեր դգարություններուն, քանի որ մենք երբեմն չենք գիտեր, թե ինչպես անարժանապար գաղութենք, բայց ինքը Սուրբ Հոգին բարեխոս կլա մեզի համար։ Բայց սրդերը քննողը գիտե, թե ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստուծո գամքին կբարեխոսի մեզի համար։ Հռոմին ամագի 8-րդ գլուխը նշանավոր է քեղեցիկ բացահայտությամբ, որը գնե Պողոս Արաքյալը, գխոսի Աստուծո նախասահմանման մասին, որ Աստված, որուն որ նախասահմանած էր, անոնց ալ գանչեց, որոնք ալ առաջվնե գիտեր, որոնց որ նախասահմանած էր, անոնց ալ գանչեց, եւ որոնց որ գանչեց, անոնց ալ արդարացուց, եւ որոնց որ արդարացուց, անոնց ալ փառավորեց։ Այստեղ գրնա հարց մահարաչանալ։ Միթե Աստված բոլորին չէ գանչած հավասարապես, այլ որոշներուն միայն, որոնց որ ինքը նախասահմանած է։ Որբեսի հարցը գտնե իր պատասխանը, հիշեք նախորդ համարները, որ Աստված գանչեց բոլորին, բայց ոչ բոլորը հետևեցան անոր գանչին։ Բոլորին խոստացավ հարությունը, բայց ոչ բոլորը ունին այդ հույսը։ Բոլորի համար գրեց խաչի անարկանքը, բայց ոչ բոլորը գնահատեցին խաչի փրկությունը։ Բայց սրդեր քննողը գիտե մարդու հոգին, գիտե թե ովքեր են, որոնք կսիրեն Աստված խոնարհությամբ եւ ովքեր բարիսեցիությամբ։ 12-ը ընդրեց փրկության մաս կազմելու համար, անոնց մեկը չկամեցավ ստանալ այդ օրհնությունը։ Աստված կգանչե բոլորին եւ կնախասահմանե անոնց, որոնք արձագանքած են իր գանչին։ Իրեն միացողներուն գարտարացնե, կպարավորե եւ կդարձնե ավետարանի քարոզիչներ, անգախ տարիքեն, ասկութենեն, դեմքեն եւ թիրքեն։ Գեղեցիկ հարց կա այս գլխի մեջ, որը կպատասխանե տարերու ընթացքին հնչած բոլոր հարցերուն։ Դե ինչու կյանքը այդքան դժվար է։ Հարցը այսպեսին է. Եթե Աստված մեզի հետ է, ով կրնա մեզի հագարակել։ Եթե Աստված արդարացնե մեկումը, միթե կգտնվի զինք մեղադրող։ Արդարացնողն ալ Հիսուս Քրիստոսն է, մեղադրողն ալ Հիսուս Քրիստոսն է, որ աջ կողմը նստած է, որպես բարեխոս մեզի համար։ Միայն թե մենք ալ կարողանանք Պողոսի նմանեցել, ով մեզ պիտի բաժնե Քրիստոսի սերեն, դարաբանքը, թե անցկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերգությունը, թե անցկությունը, թե կորոնան, թե սովը։ Այս բոլորեն հաղթական կարելի է դուրս գալ միայն անոր միջոցով, ով մեզ սիրեց այն աստիճան, որ գամավոր խաչը բարձացավ։ Ոչինչ չի գրնար մեզ բաժնել Աստուծո սերեն, որ ունին Քրիստոսի միջոցով, ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ ներգային եղած բաները եւ ոչ ալ քալիքները, ոչ բարձրություն, ոչ խորություն եւ ոչ մեկ ուրիշ արարած չի գրնար մեզ բաժնել Աստուծո սերեն։ Սակայն կա մեկ բան, որը մեզ կբաժնե Քրիստոսի սերեն։ Գիտեք ինչ է։ Դա անխուսափելի մեղքն է, որը կրնա մեզ բաժնել Քրիստոսի սերեն, եթե մենք ժամանակին վիրահատական միջամտությամբ չհերացնենք մեզ մեղքը, որը ապականություն է, մեր միակ արժանիքը, որ ունենք Աստուծո պատկերն ու նմանությունն է։ Սիրելիներ, Արաքյալի խոսքը այն մասին է, որ քրիստոնեական կյանքի մեջ գլխավոր առանձնահատկությունը Քրիստոսի հետ ունեցած մեր հարաբերությունն է։ Քանի որ երբ Քրիստոս մեզի հետ է, մեզ ոչ ոք չի գնար հագարակվել, եւ եթե Աստված մեզ արդարացնե, ոչ ոք չի գնար մեզ մեղադրել։
Զարմանալի աստվածապանական ոճ ունի Պողոս Արաքյալը, որով կկարողանա իր խոսքը հասցնել ընթերցողին եւ իր լսողի սրտին։ Նամակի մեջ ուղերձը կհղե Հռոմի մեջ բնակվող իր համակարգացիներուն, ինչպես նաեւ հետանոսներուն։ Լալով իսրայելացի շատ մեծ մտահոգություն ունի իր ասկագից հրյա եղբայրներու համար, նույնիսկ գսե, որ կպապակի նզովյալ լալ Քրիստոսեն իր եղբայրներու համար, քանի որ անոնք չհավատացին Քրիստոսին, ունենալով մեծակույն առավելություն հետանոսներու հետ համեմատելով։ Իսրայելացիներուն դրվեցավ որդեգրությունը, պարքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը, նույնիսկ նպատակները այդ ասկեն էին եւ բացի այս բոլոր առավելությունները Քրիստոս ինքն ալ այդ ասկեն էր, բայց մարմնով եւ նա է բոլորի վրա հավիտյան օրհնյալ Աստված։ Մտահոգ է Արաքյալը եւ անասելի ցավ ունի իր սրդի մեջ իր եղբայրներու անհավատության համար, որը ցուցաբերեցին Քրիստոսի նկատմամբ։ Պողոս Արաքյալի ամենացորդ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ անգարելի է նկարագրել միայն խոսքերը գարտալով, երբ կսե ճշմարիտ կսեմ Քրիստոսով եւ չեմ սդեր։ Ինչ պատահեցավ քեզ, Պողոս Արաքյալ։ Նախորդ գլխում մեջ կսեիր, թե Քրիստոսի սերեն չի կարող քեզ բաժնել ոչինչ, ոչ դարաբանք, ոչ հալածանք, ոչ մահ, ոչ կյանք, իսկ հիմա գուզես նզովյալ լալ Քրիստոսեն հանուն քու եղբայրներուդ անհավատությանը։ Մենք հետակային Կորինթացիներուն ուղված նամակի մեջ կգարտանք, որ Պողոս Արաքյալը կգրե, եթե մեկը չի սիրեր Հիսուս Քրիստոսը, նզովյալ թողլա։ Սակայն սիրելիներ, մենք իրավունք չունենք գարչիլ պարերեն, այլ պետք է խորապես ուսումնասիրենք, թե որն է Արաքյալի նպատակը այս խոսքերը ասելով։ Ոչ մեկ Արաքյալ այսպիսի համարձակությամբ չէ խոսած Քրիստոսի հանդեպ իր ունեցած սիրույն մասին, ինչպես Պողոսը, որովհետև Պողոսի երակներու մեջ կշրջանակվի Քրիստոսի անունը եւ կչերմացնե անոր սիրտը եւ ողջ մարմինը։ Պողոս Արաքյալը գուզե, որ իր ասկագից եղբայրներն ալ ըսկան Քրիստոսի այդ չերմությունը եւ անոր համար է որ գսե, կպապակիմ ես նզովյալ լամ, միայն թե բոլոր հայերը հավատան Քրիստոսին։ Բոլորը, ոչ թե միայն իր ասկագիցները ու հայերը, այլև հետանոսները, մենք ալ հետանոս էինք։ Եթե միայն իր հայրենագիցներու համար էր այդ խոսքը, ապա իր նպատակը պիտի լար ոչ թե Քրիստոս քարոզել, այլ հայրենագիցներու փրկությունը, բայց Արաքյալը նույն նախանցախնդրությամբ կքարոզե նաև հետանոսներուն։ Եթե գիշեք, Պետրոս Արաքյալի երկրորդ նամակի մեջ գկրե, որ Պողոսի խոսքերը շատերուն անհասկանալի թվացին, անուսներու եւ անոնք ձուր մեկնեցին Պողոսի խոսքերը։ Այս է պատճառը, որ ես ցեզի հաջող կսեմ, սիրելիներ, մեկ նախատասությամբ կամ մեկ միտք վերցնելով չեք կրնար հասկանալ ավետարանի գլխավոր ըսելիքը։ Պետք է խոսքը հասկանալ հեղինակի ընդհանուր խոսքեն, կորձերեն եւ դվյալ բահի կարևորութեն։ Որովհետեւ Պողոսը հրյայի հետ հրյա էր, հետանոսի հետ հետանոս էր, որբեսի շահի անոնց եւ բերետեբի Քրիստոս։ Պողոս Արաքյալի նպատակն էր Քրիստոսի լույսը սփռելը խավարի մեջն էր։ Միթե Աստծո սիրո նախանցախնդրութենեն չէ, որ գսե, գարելի չէ, որ Աստուծո խոսքը կեդի մնա։ Քանի որ բոլոր իսրայելացիները չէին, որ Իսրայելի ցեղեն էին, այնպես ինչպես Աբրահամի սերունդեն բոլորը չէին, որոնք Իսահակի անունով կոչվեցան։ Քանի որ Աբրահամը զավակներ եւս ուներ, որոնք խոստման զավակներ չէին, նույն օրինակը կբերել Իսահակի զավակներուն, Հակոբի եւ Եսավի վրա, որոնց Աստված ընտրեց Հակոբին։ Արաքյալի նպատակն է բացատրել նամակը ընթերցողներուն, որ Աստված կմահաճությամբ չընտրեր ասկերը կամ անհատները, այլ անոնց գործունեությունն ու հավատարմությունը հաշվի կառնե։ Արաքյալը այս իսկ խոսքերով ալգեհերքե ասելով, «Քավլիցի, եթե Աստված անարտարությամբ կվարվի, մանուկներեն որևէ մեկը ընտրելով, իսկ մույսներուն ոչ»։ Ամիջապես կմեջբերե Մովսեսին ըսված խոսքը, որը գսե «Բիդի ողողեմ, որու, որ բիդի ողորմիմ, եւ բիդի կթամ, որու, որ բիդի կթամ»։
ուրեմն դա գախում չունի անգե որ գգամենա եւ ոչ ալ անգե ով գչանա այլ աստուծմե որ գողորմի այստեղ դարձյալ Բողոսի խոսքերու մեջ գարձեք դժվար ըմբռնելի հատված մգա ուրեմն որն է մարդուն թերը եթե Աստված ինքն է որ գնահախնամե ամեն բան գարձրացնելով մեգումը սիրտը եւ ողորմելով մույսին ինչով է մեղավոր այն մարդը որուն սիրտը գարձրացնե Աստված եւ նա գսկսի վատ բան անել օրինակ եթե կինոռեժիսորը մեգումը լավ թեր գուտա իսկ մույսին վատ թեր ինչով է մեղավոր վատ դերասանը այստեղ եւս պետք է հասկանալ Աստուծո կորձելավոճը մարդու կյանքի մեջ Աստված կբահանչե որ մարդը թեգուզ վատ թերի մեջ գադարյալ գադարե իր հանձնարարությունը որովհետեւ նպատակ ունի մարդոց փամը հասցնել որբեսի երևա Աստուծո զորությունը եւ հրճակվի Աստծո զորությունը որբես միակ Աստված այս պատճառով կողորմի որու որ կողորմի եւ կգարձրացնե սիրտը անոր որուն կգամենա այսինքն Աստված կգարձրացնե այնպիսի սրտեր որոնք ընդունակ են ճարիք կործելու հիմա տեսնենք թե Բողոսը ինչ կսե այդ մասին մի անգամ են կփագե մեր պերանները ասելով տուն ով ես ով մարդ որ գահագարակիս Աստուծո միտե ստեղծվածը գսե ստեղծողին թե ինչու այսպես ստեղծեցիր զիս միտե պրուդը իշխանություն չունի գավի վրա նույն զանգված են պատրաստելու եւ պատվական անոց եւ հասարակ անոց այս խոսքերով Բողոսը գուզե կարծեք թե պագել ինքն իր պերանը քանի որ չափազանց ազնիվ է իր մտածումներու մեջ եւ հավատարիմ է Աստուծո խոսքին հանդեպ գլխավոր միտքը որ Արաքյալը գուտա այն է որ նշանակություն չունի Աբրահամի զավակ ըլլալը որովհետև Աստված հետանոսներեն ալ ընդրեց իր խոսքը քարոզողներ ինչպես որ Ովսեի քրքի մեջ գրված է անոր որ իմ ժողովուրդը չեր ինձի ժողովուրդ պիտի գոչեմ եւ չսիրվածը սիրեցյալ Իսկ իսրայելացիներու համար Աստված Եսայի մարգարեի միջոցով գսե եթե Իսրայելի որդիներու թիվը ըլլա ինչպես ծովի ավազը մեկ փոքր թվով մնացորդ պիտի մնա անոնցմե Սիրեիներ այս խոսքերեն հետո գարձեք թե հասկանալի գտարնա թե ինչու Աստված մեգումը գողորմի իսկ Մույսին սիրտը կխստացնե քանի որ արտարաթատ եւ համբերադար Աստված մարդոց գուտա ժամանակ եւ հնարավորություն շտկվելու համար իսկ եթե մարդը գմնա անթրթվելի իր մեղքի մեջ ապա Աստված կհանե մեծ սերունդը եւ գողորմի անոր որբեսի օրինակ լա այլոց գործանումեն բրգելու համար ինչպես որ հանեց աշակերտները օրինակ որբեսի բրգություն գտնեն բոլորը քանի որ հետակային մենք տեսանք թե ինչպես հետանոսները որոնք արտարության յետևեն չէին երթար հավատքով հասան արտարության իսկ Իսրայելը որ երթար օրենքի արտարության յետևեն այդ օրենքի արտարությանը չհասավ ինչու այդպես յավ որովհետև ոչ թե հավատքին հետևեցան այլ օրենքի կորձերուն իրենց այդ իսկ քայլով բախվեցան քայտակության վեմին եւ սայտակեցան Սա այն վեմն է, որուն հավատացողը պիտի չամչնա, սիրեիներ, Հռոմի ուղված նամակը գարձեք Աստուծո օրենսգիրքը ըլլա գրված Բողոսին ցերկով, իսկ Աստուծո հավատարիմ պաստապաննալ Բողոս Արաքյալն է, որը ժողովրդին հանգամանալից կբացատրե Աստուծո օրենքներու նշանակությունն ու կարևորությունը։ Հավատքի եւ օրենքի հագատրության մասին խոսելով Արաքյալը իր ասկագից հրյա եղբայրներուն կբացատրե, որ իրենք ալ նախանցախնդիր են Աստուծո հանդեպ, ուղղակի իրենց նախանցախնդրությունը անկիդությամբ է, հայրուբես, քանի որ թողած Աստուծո արդարությունը կառաջնորդվին իրենց առաջնորդությամբ եւ չեն հնազանդվիր Աստծո արդարությանը, չգիտակցելով, որ Քրիստոսն է օրենքի վախճանը, բոլոր հավատացյալներուն արդարացնելու։ Այսինքն օրենքը նույնպես կառաջնորդ է մարդը դեպի Քրիստոս։ Արաքյալը սրդի պապակով եւ աղոթքով կգամենա իր հայրենագիցները նույնպես բրգություն գտնեն
դուրս գալով իրենց կարծրացած մտածելակերպեն, որուն մենք ագանադես եղանք ավետարանները սերդելու ժամանակ, թե ինչպես գահանտիմաներ Տեր Հիսուս քահանայապետները նույն խստասրտության պատճառով։ Հիմա Բոոսը նույն մտահոգությամբ կհամոզե, որ անդրադարձ ունենան իրենց վարքին, քանի որ չեն հասկնար օրենքի նշանակությունը։ Երբեմն Բողոսին կհանդիմանեն օրենքը անդեսելու համար, սակայն Բողոսը ինքը կբահեր օրենքը, բայց ոչ ծայրահեղությամբ։ Սիրելիներ, ես խորհուրդ կուտամ գարտալ Ղևդացիներու գրքի 18-րդ գլուխը, որովհետեւ հասկանալի է, թե ինչու հրյաները կգարձեին, թե միայն օրենքը բահելով է, որ պիտի ապրի։ Արաքյալը նույն բանը կբացատրե անոնց, ասելով, որ դուք օրենքը անկիր գիտեք, բայց չեք գիտեր անոր նշանակությունը, որը գուղորթե դեպի Հիսուս Քրիստոս։ Բավական է, որ հրյաները բերանով Քրիստոսին դեր խոստովանին եւ իրենց սրդերու մեջ հավատան, թե Աստված անոր հարություն դվավ մերելներեն այս ցևով բրգություն կգտնեն, քանի որ արտարանալու համար սրդով կհավատանք եւ բրգության համար կխոստովանենք մեր բերնով։ Գիրքնալ այդ մասին գսե. ամեն ոք, որ անոր հավատա, պիտի չամչնա։ Արդեն դարբերություն չկա հրյայի եւ հետանոսի միջև։ Կարևորը այն է, թե ով սրդով կհավատա եւ բերանով կխոստովանի, որովհետեւ նույն դերն է բոլորին։ Բոլորին կհասնի, որոնք կգանչեն իրեն, իսկ եթե մեկը կմտածե, թե ինչ դժվար բան կա հավատալու եւ խոստովանելու միջև, եթե անոր դիմաց բրգություն կխոստացվի, ապա ցեզի պետք է հիաստապեցնեմ։ Ամբողջ քաղաքնիկը սրդով հավատալու մեջ է, որը չի հաջողվիր բոլորին։ Բոլորը կհավատան Աստծո, բայց սրդով հավատալու մասին է խոսքը։ Հիշեք, Մանանեխի հադիգի արագը սրդով հավատացողի մասին էր խոսքը։ Սրդով հավատացյալը այն է, որ դու քեզ կհանձնես Աստծո եւ չես կասկածիր, որ ինչ որ բամը սխալ պիտի պատահի։ Աշխարհի մեջ ամենադժվար բանը սրդով հավատալն է։ Անոր համար մեր Տերը հավատքի համար ընդրած է սիրտը, որպես անհնազանդ մեկ օրգան։ Շատ կբադահի, որ մեր սիրտը մեզ չի հնազանդիր, հատկապես մեղք գործելու համար։ Բանականությունը կհասկնա, որ կարելի չէ, բայց սիրտը կցանկա։ Սրդով հավատալու համար մեծ չանք պետք է։ Իսկ հրյաները այդ չանքը չգործադրեցին, այլ միայն օրենքի պահպանումը համարեցին ապրելու նպատակ։ Իսկ առանց Քրիստոսի ապրիլը հավասար է չապրելուն, այլ հոգեվարքի մեջ ըլլալու նման է, ով գրնազ Աստված կանչել, եթե իր սրդով չի հավատար, կամ ինչպես մեկը կհավատա, եթե չի լսեր անոր մասին, կամ ինչպես մեկը գրնա լսել, եթե անոր չքարոզեն, կամ ինչպես գրնա մեկը քարոզել, եթե Աստծո արակված չլա եւ ինքը չհավատա իր քարոզածին։ Անոր համարալ ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին, ինչպես որ Եսային գաղագե ասելով, դեր, ով հավատաց մեր քարոզությանը։ Ուրեմն հավատքը լսելն է եւ լսելը Քրիստոսի խոսքն է։ Սա բանալի համար մնե Բողոս Արաքյալի խոսքի համար, քանի որ գսե հավատքը լսելն է եւ ապա գավելցնե, միթե հրյաները չլսեցին, երբ քարոզողներու ցայնը ամբողջ երկիրը բռնեց եւ քարոզողներու խոսքը հասավ մինչեւ աշխարհի ծակերը։ Միթե Իսրայելը լսեց եւ չհավատաց, այո, լսեց եւ չհավատաց։ Ինչու՞։ Որովհետեւ սրդով չհավատաց, բերանով չթավանեցավ։ Հրյաները նախ Մովսեսին լսեցին, որը գսեր. ես ցեզ նախանցոտ պիտի դարձնեմ, ոչինչ չարժող ժողովրդովը եւ բարգացնելու եմ ցեզ ամիտ ասկովը։ Աստուծո այս խոսքերը ըսված Մովսեսի բերանով կփաստեն այն մասին, որ հրյա ասկի անհնազանդության պատճառով Աստված մեջտեղ կբերե ոչինչ չարժող ասկը եւ անով նախանց կհարաճացնե հրյաներու մեջ։
ամիդ ասկը մեջտեղ գբերը որբեսի բարգացնե հрьяաները սիրեիներ ուշադրությամբ սորվինք աստուծո կորձելավոճը թե ինչեր գնե աստված որբեսի ոչ ոք կորստյան չմատնվի հիմա առավել հասկանալի է աստուծո այն որոշումը մեգումը ողորմելու մույսին խստասիրտ դարձնելու անհրաժեշտությունը Բողոս Արաքյալի ողջ նպատակը իր հայրենագիցներուն այս նրբությունը հասկացնելն է, որ դուք ընդրված ազգ եք, բայց ամիդներ գուքան եւ ցեզ կբարգացնեն ձեր անհավատության պատճառով։ Դուք ընդրված եք Աստուծմե, բայց հետանոսը ցեզմե շուտ հավատաց ձեր Աստուծուն։ Հիմա տեսնենք, թե ինչ գսե Եսայի մարգարեն նույն հարցի վերաբերյալ։ Գսե գտնված եղա անոնց ովքեր զիս չէին փնտրեր, հայտնվեցա անոնց, ովքեր իմ մասին չէին հարցներ։ Դարձյալ Աստված կակնարկե հետանոսներուն, որ միակ Աստվածը չէին փնտրեր եւ խառնած էին իրենց աստվածներու հետ եւ չէին հետաքրքրվեր իրական Աստուծո մասին։ Աստված ինքնին բացահայտեց հետանոսներուն իսկ հрьяաները դարձյալ ամասն մնացին Աստուծո այդչափ հոգածությանը, որը իր ցերքերը երկնցուցած էր օգնելու անհնազանդը եւ հագարագող ժողովուրդը, որը հрьяաներն էին։ Սիրեիներ, այս օրինակները միայն հрьяաներու համար չեն, ես ցեզի ուրիշ անգամ ասած եմ, որ Աստուծո խոսքը հավասարապես կվերապերի երկրագունթի վրա գտնվող ամեն մեկ մարդու, ով ագանջ ունի լսելու։ Բայց մարդկության ագանջը գսիրե լսել միայն Աստծո ողորմության, քթության, ներողամտության, համբերատարության եւ հատկապես սիրո մասին։ Բայց Աստվածաշունչը երկու մաս ունի։ Առաջին մասը կվերապերի վերը նշված աստվածային առաքինություններուն, որուն շնորհիվ իր որդիին միջոցով ապահովեց մարդկության փրկությունը, իսկ երկրորդ մասը, որում մասին մեծամասնությունը չեն ուզեր լսել, գխոսի Աստուծո արդարության մասին, որ օրը Աստված վերջակետ մտնելու է եւ մենք այլևս չենք կարողանալու նոր դողեն սկսել։ Այնպես ինչպես պագեց Նոյան դաբանի թուրը եւ բացավ երկնքի ճուրերու ագունքը։ Միշտ օգտագործենք մեր այս օրը բրգության համար, քանի որ չենք գիտեր, թե ինչ կբերե մեզի վաղվան օրը։ Լավ է, որ մենք ամեն ինչ իմանալով սպասենք Տիրոջ երկրորդ գալուստին։ Ես ցեզի ուրիշ անգամ ասած եմ, որ Տիրոջ երկրորդ գալուստը պիտի չլա, մինչև որ մենք ավետարանի բոլոր քրքերու մեկնաբանությունը ավարտենք, որովհետեւ դուք պատրաստ սպասեք Տիրոջ գալուստին։